Լավ կլիներ եւ լավ կլինի, որ բոլոր քաղաքական հայտ ներկայացրած ուժերը բերեն իսկապես ծրագրեր, անկախ նրանից, որ ժողովուրդը ընտրում է բանին, դեմքով, հա, կամ հուշերով, կամ հիշողությամբ, մեռնին պոիտ, պատճեմ քեզի, մոտավորապես այս բաներով հասկացանք, բայց մարդկանց մի խումբ կա, փոքր խումբ է, էլի Հայաստանում երևի մի 2000 հոգի են, էլի, որոնք ուզում են ծրագրեր կարդալ նաև, ուզում են կարդալ, հասկանալ, թե լավ, այս ինչ լուծում է առաջարկում այս ուժը այս խնդրին եւ ինչով է տարբերվում այդ լուծումը այն մյուս խմբի առաջարկած լուծումներից կամ ինչեր է նկատել այսինչ քաղաքական ուժը որ ուզում է լուծել որ այն մյուս խումբը չի նկատել այն 3-4-5 խոստումները հա 300,000 աշխատատեղ 0 հարկ փոքր բիզնեսից բան դրանք լսել ենք դրանք տիպական պոպուլիզմ են պոպուլիզմով փայլում են բոլորը պարոն Փաշինյանը երևի բոլորից շատ է փայլում էլի հա այս դեպքում բա ոնց եք ուզում հաղթել Փաշինյանին եթե պոպուլիզմն եք քշում իրատեսականություն բան էլի ասենք ղժալ բորալ պաթետիզմ պոպուլիզմ դեմագոգիա դրանք աշխատում են ժողովուրդ Սամվել Կարապետյանի եւ մյուսների համակիրներին ընտրողներին եմ հարցնում էլի Կարծում եք, որ այն գործիքները, որոնք բոլորից լավ օգտագործել է Փաշինյանն ու ԿՊ-ն եւ օգտագործում է պոպուլիզմը, դեմագոգիան, պաթետիզմը նաեւ կարող եք դրանով հաղթել, հա, լինում է այդպես։ Պլյուս այն բանը հսկայական վարչական ապարատը, ռեսուրսը, որը ունի գործող իշխանությունը եւ ունի մրցակցային, մեկնարկային առավելություն։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։